Եթերում լուրերի թողարկումն է, բարի երեկո։ Արդեն տևական ժամանակ է, որ տարածաշրջանի գլխավոր տնտեսական ծրագրի իրականացման Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման ընթացքը անկյուն գումարած 3 հեռուստաընկերության ուշադրության կենտրոնում է։ Մեր տեսանյութերում արտացոլվել են ծրագրի բնապահպանական ու տնտեսական տեսանկյունները, ներկայացվել է առանձին օղակների կառուցման, սարքավորումների մատակարարման և մոնտաժման ընթացքը։ Այս անգամ մեր նկարանող խումբը ներկա է գտնվել լրատվամիջոցների համար սովորաբար ոչ այնքան մատչելի գործընթացի։ Դիտենք տեսանյութը։ Կառուցվող լեռնահանքային համալիրի հարստացուցիչ ֆաբրիկային հարակից վարչական շենքում շաբաթական կտրվածքով անցկացվող այս խորհրդակցությանը մասնակցում են ընկերության գրեթե բոլոր օղակների ղեկավարները։ Այսպիսի լայն ձևաչափով առաջնարդ քննարկվում են կորպորատիվ նշանակության հարցեր, այդ թվում կայուն զարգացման ուղղությամբ ծրագրեր, աշխատանքի անվտանգության, ներքին կարգու կանոնի և պատշաճ աշխատանքային միջավայրի ապահովման, բնապահպանական, սոցիալական և այլ հարցեր։ Օրակարգի առաջին կետը վերաբերում էր ընկերության տարածքում անցագրային կարգի գործողության տեխնիկական ապահովման նպատակով ժամանակակից էլեկտրոնային համակարգի ներդրման ընթացքին, որի շրջանակներում բոլոր աշխատակիցներին և ընկերության հյուրերին տրամադրվելու են պլաստիկ անցաքարտեր։ Դրանց միջոցով է նաև կատարվելու աշխատակիցների աշխատաժամանակի հաշվարկը։ Ֆաբրիկայում արդեն կունենա հատուկ կետ, որտեղ մարդիկ նույնպես են նշվելու, բացանքում առանձին կետ, նույնպես նայելու քարտը, որպեսզի հասկանալի լինի, որ մարդը տեղազել ու ասենք 10-15 րոպեից հետո սկսվել է նրա աշխատանքային ժամանակը։ Ու անդով արդեն պարզ կդառնա, թե ինչքան ենք աշխատում, ռեալ ինչքան ենք գտնում աշխատանքի տեղը։ Համապատասխան ծառայության ղեկավարը զեկուցեց, որ աշխատողների հիմնական մասի համար քարտերն արդեն պատրաստ են և կարող են սկսել դրանց տրամադրումը։ Որոշ աշխատակիցներ քարտ կստանան ավելի ուշ, ինչը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատակիցներից ոմանք գործուղվել են Արցախ և քարտերի տրամադրումը հետաձգվել է մինչև նրանց վերադարձը։ Օրակարգի հաջորդ կետը վերաբերում էր ընկերության տարածքում սանիտարական նորմերի պահպանության և պատշաճ աշխատանքային միջավայրի ապահովման ուղղությամբ շարունակական կերպով իրականացվող աշխատանքներին։ Հսկողության տակ է, վերջ շրջայից է եղել է 3 խմբով, տարածքը ընդհանուր մակրությունը պահպանվում է, շարավության ղեկավարները հետևողական են իրենց աշխատանքի նկատմամբ։ Քննարկվեց նաև տարածքի կանաչապատման ու բարեկարգման ընթացքը։ Նշվեց, որ այս պահին կանաչապատման ու ծառատնկման աշխատանքներն ընթանում հյուրանոց հանրակացարանային համալիրի շրջակայքում, 2 անցակետերի, խոշոր ջարդման տեղամասի և այլ օղակների հարակից տարածքներում։ Հատման ենթակա տարածքների որոշ ծառեր ոչ թե կհատվեն, այլ կտեղափոխվեն այստեղ։ Ամեն դեպքում այս տարի պետք է փորձենք մի քանի տասնյակ գեղեցիկ սոսի ծառեր տեղափոխենք, որպեսզի և մեր 2 անցակետներն են և հյուրանոցի շուրջն են և նկատի ունենալով, որ այդ մեծ ծառերը, որ աստծօգնությամբ տեղափոխելուց հետո կպչեն, հավանական է հենց զուտ ֆաբրիկայի տարածքն են գեղեցկացնելու, որովհետև ֆինանսական և տնտեսական տեսակետից ավելի թանկ ու դժվար է այդ ծառերը տեղափոխել ուրիշ տեղ, քան թե ընդամենը 3 կիլոմետրի վրա գտնվող ֆաբրիկայի տարածքը։ Նենց որ այս մոտեկա 2-3 շաբաթվա ընթացքում մի ահռելի ծավալի գործ պետք է անենք, որովհետև ամեն մի ծառը տեղափոխվող պետք է մոտենաս հատուկ կողմից, հատուկ ձևով պատրաստես, ոնց ես դա պատրուշիկով վերցնելու և այլը մի շարք հարցեր։ Մեր ընկերության դեմքը պետք է լինի իսկապես կանաչ բնությունն էլ մեզ օգնում է և պայմանները այդ տեսակետից հրապուրիչ են։ Կանաչապատման և տարածքի բարեկարգման աշխատանքների համար զգալի քանակներով սևահող է անհրաժեշտ։ Այդ նպատակով օգտագործվում են լեռնահանքային աշխատանքների արդյունքում ստացվող սևահողի պաշարները, որի հիմնական մասն ընկերությունը սահմանված կարգով պահեստավորում է, իսկ մյուս մասն արդեն իսկ ծառայում է իր նպատակային նշանակությանը։ Այս աշխատանքների համար անհրաժեշտ են նաև բազմաթիվ աշխատող ձեռքեր, և ընկերությունը նոր ուժեր է ներգրավելու այս գործում, ասում է Վալերի Մեջլումյանը։ Նատալիա Ուսյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։